Սիրելիներս, մենք ապրում ենք վերջին օրերի վերջին վայրկյաներում եւ շատ լավ գիտենք մեր հոգով եւ մտքով նաեւ գիտենք եւ հոգով զգում ենք, որ Տիրոջ գալստյան օրը շատ մոտիկ է, պիտի պատրաստ լինենք այդ օրվան։ Պատրաստ լինել դա նշանակում է ոչ թե հավատալով սպասել, որ Տերը կգա, այլ պատրաստ լինել մեր հոգով, սրտով, մտքով, այսինքն ապրել Տիրոջ կամքով եւ Տիրոջ պատվիրաններով եւ հետևենք մեր Տիրոջ խոսքին, մեր Տիրոջ կամքին, նրա ճշմարտության մեջ ապրենք եւ օր-օրի ավելի ու ավելի նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ձգտենք նմանվել նրան։ Հիմա Տերն ասել է, որ ոչ մի անմաքուր բան չի մտնելու երկնային արքայություն եւ մենք չպետք է մեզ համարենք մաքուր, ինչքան էլ որ ինքներս մենք տեսնում ենք Սուրբ Հոգու աշխատանքը մեր կյանքում, թե ինչքան է նա մեզ մաքրում, բայց երբեք մենք չպետք է մեզ համարենք մաքուր, անսխալ, այսպես իդեալական, մտածենք, որ մենք լավն ենք, մենք ճիշտ ենք, ամեն ինչ ճիշտ ենք անում, ոչ էլ պետք է շատ խիստ ու թերագնահատումով մենք մեզ մոտենանք, որովհետև մենք չպետք է ինքներս մեր հանդեպ խստանանք եւ մեզ անդադար մեղադրենք ու դատենք, որ սխալվում ենք կամ սխալներ կարող ենք թույլ տալ, այդ ամենը մեր Տեր Աստվածը գիտի, նա մեր բնույթը շատ լավ գիտի եւ նա մեզ շատ է սիրում եւ նա շատ ողորմած եւ սիրող ու ներող Աստված է, մեր գթած, մեր ողորմած հայրն է եւ ամենակարևորն այն է, որ մենք մեր սխալները ընդունենք եւ Տիրոջ օգնությամբ, Տիրոջ օրհնությամբ ազատվենք այդ սխալներից ու շարունակենք քայլել մեր Տիրոջ հետևից մինչեւ վերջ։ Հիմա մենք շատ կարիքներ ենք ունենում, հոգևոր, հոգու, սրտի կարիքներ ենք ունենում, որոնք որ չենք հասկանում եւ չենք խնդրում մեր Տիրոջից, որ նա դա մեզ տա, որովհետեւ ասվել է, մեր Տերն ասել է, որ ինչ որ խնդրենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով կստանանք, բայց մենք պետք է միշտ հիշենք, որ Տիրոջ կամքի մեջ ինչ որ խնդրենք, որովհետև պիտի Տիրոջ կամքով լինի, որովհետև Տիրոջ կամքը բարին է եւ ճշմարիտն է եւ մենք կարող ենք Տիրոջից խնդրել մի բան, որն իրականում մեզ պետք չի տանելու դեպի բարին եւ այլն, այսինքն մենք ամեն ինչ պիտի խնդրենք, որ մեր Տեր Աստծո կամքով լինի, որովհետև նրա կամքը կատարյալ է, թող լինի նրա կամքը մեր կյանքում։ Հիմա մենք շատ ժամանակ չենք հասկանում ինչի կարիք ունենք եւ մեզանից շատերը կարիք ունեն իմաստության եւ ողջամտության, այն էլ այս վերջին օրերին, որովհետեւ այս վերջին ամենավերջին օրերին ու ժամերին սատանային տրված է ավելի մեծ իշխանություն, սատանայի դևերին, դիվականեություններին, ոգիներին տրված է ավելի մեծ իշխանություն գայթակղելու եւ փորձելու մարդկանց եւ մենք երբեք չենք կարող պատկերացնել, թե ինչպես է չարը ամեն կերպ փորձում մեզ գայթակղել եւ շեղել ճշմարիտ ճանապարհից, որովհետեւ մեր մարդկային երևակայությունը անգամ չի կարող համեմատվել այդ չարի երևակայության հետ, այսպես ասեմ, նա այնպիսի ուղիներ է փնտրում, այնպիսի ձևեր է գտնում, որ մեր միտքը մենք անկարող ենք այդքանը պատկերացնել, բայց երբ մենք խնդրում ենք Տիրոջ կամքը մեր կյանքում եւ խնդրում ենք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ, Սուրբ Հոգին մեզ հուշում է, նա մեզ ցույց է տալիս, մնում է, որ մենք մեզանից հասնում է մեր բաժինն է, որ մենք լսենք Սուրբ Հոգու ձայնը, նրա զգուշացումները, նրա հուշումները, նրա ուղղորդումը, առաջնորդությունը տեսնենք, հետևենք նրան եւ շատ ժամանակ, գրեթե բոլորիս շատ դեպքերում շատ է պակասում ողջամտություն եւ իմաստություն։ Ինձ էլ է շատ պակասել դա, եթե ես հենց շատ սկզբից Տիրոջը միշտ խնդրեի իմաստություն ինձ տալ եւ ողջամտություն, շատ սխալներից ես հետ կանգնած կլինեի, չէի սխալվի։
Սակայն, եթե լինում են սխալներ, եթե արվում է դա մեր կյանքում, Տեր Աստված օգտագործում է, որպեսզի դրա միջոցով իր զավակներին շտկի, ուղղի եւ կանգնեցնի իր ճշմարտության շավիղների մեջ պահի, արդարության, ճշմարտության շավիղների մեջ մեզ պահի, մեզ սովորեցնի։ Հիմա խնդրենք մեր համար իմաստություն եւ ողջամտություն։ Դա շատ կարեւոր է, շատ, որովհետեւ ես ինքս լինելով եղել եմ շատ այսպես իմ խղճի վրա շատ հեշտ է ազդելը եղել Աստված գիտի թե հիմա ինչպիսին եմ ես չեմ կարող ճիշտ գնահատական տալ թե ինչպիսին եմ ես իմ խիղճը եւ այլն բայց նայեք մեզանից շատերը տեղից իրենց բնույթով լինելով խղճով, բաց սրտով, եթե մենք օրինակ սխալներ կարող ենք անել, բայց չի նշանակում, որ մեր սիրտը այսպես ասեմ քարացած է կամ բարի չէ եւ այլն մենք կարող ենք ունենալ բաց սիրտ, միամիտ սիրտ, այսպես ընդունող ամենքին զիջող ներող, բայց ու մտածենք, որ թեկուզ մեր Տեր Աստված ուզում է, որ մենք բարի լինենք, ճիշտ է, ուզում է, որ մենք խղճով լինենք, ճիշտ է, ուզում է, որ մենք սիրենք, տանք, մեզանից տանք, զիջենք, ներենք, այդ ամենը մեր Տերը ուզում է, որ մենք լինենք այդպիսին, բայց մեր Տերը ուզում է նաև, որ մենք իմաստուն լինենք եւ ողջամիտ լինենք, առողջ միտք ու առողջ գիտակցություն եւ առողջ բանականություն ունենանք, որովհետեւ եթե քո խիղճը արդեն անցնում է այն առողջ չափը, առողջ սահմանը կամ քո այդպես այդ մենք մտածում ենք, որ դա քրիստոնեական է, վարվել այսպես անսահման բարի, անսահման զիջող եւ այլն Այո, մենք պիտի լինենք այդպիսին, բայց մենք պիտի իմաստություն եւ առողջ միտք ունենանք, առողջ գիտակցություն, ամուր գիտակցություն ունենանք, որ այն սահմանները չանցնենք, որտեղ արդեն չարը կարող է մեզ գայթակղել կամ մոլորեցնել կամ գցել ծուղակը մեր այդ դրական, լավ, բարի բնավորության կամ հատկությունների արդյունքում, որովհետեւ ընդհանրապես ոչ մի բանում ծայրահեղությունը առողջ չէ եւ շատ ժամանակ դրականը անելով բոլոր այսպես սահմանները չափերը անցնելով արդեն դա էլ առողջ չէ մենք պետք է ես չեմ ուզում որ իմ խոսքը խիստ թվա ես ուզում եմ դուք ինձ ճիշտ հասկանաք չարը գիտի մեր թույլ տեղերը եւ նա շատ լավ է մեզ ուսումնասիրում եւ նաեւ գիտի մեր բնավորությունը թեկուզ հենց դրական կողմերը, բարի կողմերը նա կարող է օգտագործել հենց մեր դեմ եւ մեզ պետք է Աստծո իմաստությունը եւ այդ առողջ միտքը լուսավոր միտքը, որպեսզի մենք հասկանանք, որ այստեղ արդեն չէ, այստեղ արդեն այն դրականը, այն բարին, որ մենք կամենում ենք, այստեղ արդեն առողջ չի այն ինչ տեղի ունենում է եւ մեր հոգով մենք դա շատ ժամանակ զգում ենք, որովհետև Սուրբ Հոգին մեզ ցույց է տալիս, բայց մենք չենք հետևում դրան։ Դրա համար խնդրենք Տիրոջից, որ մեզ իմաստություն տա, որ մենք կարողանանք ճիշտ վարվել, լինելով բարի, լինելով ինչպես ասեմ, կարեկցանքով, մյուսներին օգնելու ցանկությամբ, բայց չհասնենք ծայրահեղության միայն Աստված է ամենաողորմածը, ամենասերը, ամենան դա Աստված է։ Եվ մենք չենք կարող լինել ամենա եւ մենք չենք կարող այսպես փրկել, օգնել, բոլորին ինչ որ բաներ անել նրանց փոխարեն, որ նրանց կանգնացնենք ճիշտ ճանապարհի վրա, ոչ, մենք մեր մարդկային սահմանները չպիտի անցնենք։ Մենք պետք է հասկանանք, որ մենք սահմանափակ ենք, որ մեր Աստվածն է ամենակարողը եւ ամեն ինչ նրա ձեռքերում է եւ մենք պիտի գիտակցենք իմաստությամբ եւ առողջ մտքով թե Տիրոջ կամքը որն է, որտեղ մենք ինչ անենք եւ որ մեր արարքը լինի օգտակար ու բարի
դիմացինների համար եւ նաեւ չլինի դուր չարի համար, որով նա կկարողանա մտնել մեր կյանք եւ մեզ դրա համար պետք է իմաստություն ու ողջամտություն, որ մեր քայլերը մենք ուղղակի մեր էմոցիաների ազդեցությամբ չանենք, որովհետև չարը շատ է օգտվում մեր էմոցիաներից։ Էմոցիաները դրանք կարող են վերածվել թույլ տեղերի եւ ուղղակի բարի մարդը, ուղղակի բարի մտադրություններ ունեցող մարդը իր էմոցիաների պատճառով կարող է թույլ տալ, որ չարը իր վրա ազդեցություն ձեռք բերի։ Սատանան շատ խորը, մանրամասն զննում եւ ուսումնասիրում է մեզ մեր բոլոր կողմերով եւ նա շատ լավ գիտի որտեղից ինչպես մոտենա, որ կարողանա մեզ գցի իր ծուղակը, տանի մեզ մեղքի մեջ, մոլորության մեջ, գայթակղության մեջ եւ այլն։ Ամեն օր խնդրենք Տիրոջից, որ նա իր Սուրբ Հոգով մեզ ուղղորդի, առաջնորդի, հուշի, սովորեցնի եւ որպիսի խնդրենք, որ նա բացի մեր հոգեվոր ականջները եւ աչքերը, որ երբ Տեր Հիսուս Քրիստոսը, որ երբ Սուրբ Հոգին մեզ ցույց կտան եւ կուղղորդեն եւ կսովորեցնեն, կտան այն ինչի կարիք ունի մեր հոգին, այն գիտությունները, ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին մեզ կտա, կսովորեցնի, մենք կարողանանք լսել եւ տեսնել եւ ընդունել եւ գնալ Տիրոջ հետևից, ոչ թե մենք մեր խելքով, մենք մեր պատկերացումով առաջնորդվենք, որ փառք մեր Տեր Աստծուն, փառք մեր Սուրբ Հոգի Աստծուն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Փառք քեզ իմ Տեր Աստված, իմ Սուրբ Հոգի, որ մեզ սովորեցնում ես, որ մեզ առաջնորդում ես, որ մեզ ուղղորդում ես եւ մեր սխալները մեզ ցույց տալով մեզ ուղղում ես, մաքրում ես եւ պահում ես քո ճանապարհի մեջ, քո ճշմարիտ ճանապարհի մեջ։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ իմ Տեր Աստված։ Ալելույա, ալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Ամեն։